նայում էի կադրերը, ինչպես Արեգնազ Մանուկյանին այս վանդակաճախ մեքենայով քրեակատարողականի ստանում էին Աբովյանի գազը։ Հիշեցի մեկ այլ կադրեր, ինչպես հարաքարի մարդասպանին սենց ձեռքերը մտած, մի հատ էլ կապուչինո երևի պիտի առաջարկեին, մի հատ էլ մասաժիստ բերեին, որ նյարդերը հանգստացած տանեին քննչական կոմիտե։ Տարիներ առաջ Ստրասբուրգում նույնական, ուրեմն ինչի հիշեցի, որտեղ այսօր Արեգնազի աղջկա ծննդյան օրն էր, Լիտվայում մի կնոջ կալանավորել էին ինչ-որ քաղաքական գործեր եւ մեկ շաբաթ թույլ չէին տվել, փակել էին անչափահաս որդու տեսակցությունը։ Հետո տեսակցությունը բացեցին, հետո այդ կնոջը բերեցին Ստրասբուրգ քաղաքական կոմիտեի նիստի եւ երբ որ այդ կինը իր որդու հետ մտավ, բոլորը ոտքի կանգնեցին, ծափահարեցին եւ մի հատ էլ այդ ժամանակ ուրեմն քաղաքական բանաձևեր ընդունեցին ընդամենը նրա համար, որ անչափահաս երեխային մեկ շաբաթ թույլ չեն տվել տեսակցել մորը։ Լսում եմ Արեգնազի փաստաբանին, ինչ հնարավոր մանիպուլատիվ քրեադատավարական օրենսգրքի վրա թքած ունենալով ինչ ասես արել են, որպեսզի պահեն բացարձակ մեկուսացման մեջ։ Ես հիշում եմ, որ անունը չեմ տալու, բոլորս ճանաչում ենք, մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը չզարմանաք, ինչ եմ ասելու, լուծ էր ընկել, սովորական լուծ, Ստրասբուրգում ինձ կանչել են նակավյոր, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որպես Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակության անդամ ես այս հարցաքննում էին, այդ ինչ է կարել, ինչ են տվել, որ մարդը սխալ մանակ երել, հասկանում եք եւ իմ գիտանական ջանքերից հետո այդ մարդու աղիքային խանգարման թեման տեղ չգտավ Հայաստանի դեմ հերթական զեկույցում։ Այսօր թվարկեցին քաղաքական հայացքներով բանտարկվածների անունները, չկա սենց բան։ Այսքան թվով քաղաքական հայացքներով մարդիկ, որ գտնվում են անազատության մեջ եւ ահա այս կառույցները Ֆոնդեր Լեյեն ոչ տեղ եկավ, գլուխները շոյեց, ասեց 118 միլիոն եվրո կտամ ու թողեց գնաց Մակրոն, բոլորը լուր են, որովհետև մարդու իրավունքը, խոսքի ազատությունը իրանք սարքել են աշխարհաքաղաքական աճուրդի առարկա, մեզ խեղդում էին, ես հիշում եմ պարտադրում էին եւ դա արեցինք, ամրագրեցինք օրենքով, որ կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում, տեսեք ինչ է կատարվում, նարերը, խցերը լցված են, կալանավորը, որ ուզում է իր կամավոր պատժի խստացում մենախուց, չի կարողանում գնալ, որտեղ դատարկ խուց չկա, եւ սա է այն ժողովրդավարությունը, որ սրանք ամրագրում են, որովհետև այս իշխանությունը իրանց պետք է, Ռուսաստանի հետ իրանց մարդաբոյը մեր երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բա կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ, բա այն ՀԿ սեկտոր, որ Մաշտոցի պուրակում մի հատ տերև էր կտրվում, սաղը ձեր դոշին խփում էիք, ես այդ տերևն եմ ու պարկում էիք ասֆալտի տակ, կնոջ երեխայի միջազգային կոնվենցիաներով նաև լավագույն շահի իրավունք է խախտված, բա ձեր ծպտունը ինչի չի լսվում։